Ունեցել ենք առնվազն 10 վարույթ, բազմաթիվ դիմումներ, հարցումներ, շատ դեպքերում պարզապես մենք ուղղորդել ենք այլ մարմինների, որովհետև դիմումները մեր քննության ենթակա չեն եղել, իսկ վարույթների քննության արդյունքում ունենք նաև պատասխանատվության ենթարկված բուժաշխատողներ, մի շարք դեպքերում էլ հաստատվել է, որ բուժաշխատողների կողմից չեն թույլ տրվել բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումներ եւ ըստ այդմ չի առաջարկվել նրանց ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Այս 10 վարույթից քանիսի դեպքում են բժիշկները կամ բուժաշխատողները պատասխանատվության ենթարկվել։ Ավելի ճիշտ կլինի թվերով ասեմ 5 բուժաշխատող ենթարկվել է, որովհետեւ մեկ վարույթի շրջանակում եղել է, որ նաեւ 2 բուժաշխատող եւ այլն, եւ որպեսզի չխճճեմ, ճիշտ կլինի ասել, որ 10 վարույթների արդյունքում 5 բուժաշխատողի կողմից չի հաստատվել, մոտ չի հաստատվել կարգապահական խախտումների բուժաշխատողի մասնագիտական էթիկայի խախտումների փաստը 5-ի մոտ հաստատվել է եւ մենք արդեն համապատասխանաբար տվյալները առողջապահության նախարարության խողովակով ուղարկել ենք բուժհաստատություններին արդեն ի տնօրինություն, որպեսզի իրենց արդեն կողմից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառեն կարգապահական պատասխանատվության միջոցներ կամ անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ չի հաստատվում, ելի մենք ներկայացնում ենք համապատասխան որոշումը խախտման բացակայության մասին եւ ես այստեղ կուզեի, եթե թույլ տայիք, ասել, որ բոլորին էլ մեր հանձնաժողովի նպատակը չի որևէ կոնկրետ բուժաշխատողի պարտադիր պատասխանատվության կանչելու եւ բոլորովին այդ նպատակը էթիկայի հանձնաժողովներ աշխարհում ընդհանրապես չունեն։ Սա մեր գործի ընդամենը վերջի, թերևս ամենացավալի մասն է, բայց հիմնական մասը վերաբերում է նրան, որպեսզի մեկ գործի քննության արդյունքում վարքագիծ փոխվի առնվազն տվյալ բուժհաստատությունում։ Խնդրեմ կասեք գործնականում 1-2 օրինակ քաղաքացիները կամ բուժառուները ինչ հիմքով կարող են դիմել ձեզ կամ ձեզ դիմաց այս 10 վարույթից մի քանի օրինակներ կառաջնացնեք, ինչ է եղել։ Տեսեք, կառավարությունը դեռևս 22 թվականին հիմք ընդունելով բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքը ընդունել է բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, որոնք պարտադիր են Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողների համար, այդ թվում ավագ բուժաշխատողների, այսինքն բժիշկների, միջին բուժանձնակազմի, բուժակներ, բուժքույրեր եւ կրտսեր անձնակազմի համար, բայց նրանց համար այնքանով, որքանով կիրառելի են իրենց գործունեության մասով, այսինքն իսկ սանիտարների մասով մենք ունենք էթիկայի կանոնների պահպանման պահանջ։ Շատ դեպքերում ոչ միայն պացիենտներն են դիմում, ինչը ուրախալի արձանագրել, նաև նրանց ընտանիքի անդամները կոնտակտային անձիկ, եղել է, որ մենք այլ մարմիններից ենք ստացել համապատասխան որոշումներ, այսինքն կան նաև շահագրգիռ այլ անձիկ, որպեսզի խախտման փաստը վերհանվի եւ դրան համարժեք գնահատական տրվի։ Եթե ճնշող մեծամասնությունը այսպես վիճակագրության տեսքով ներկայացնեմ, հիմնական մասը դա պացիենտի արժանապատվության մասով է, մարդու արժանապատվությունը, ինչը սկզբունքորեն տարբերություններ կան, որտեղ պացիենտի կարգավիճակում արժանապատվության բաղադրիչները տարբեր են ըստ տարբեր միջազգային փաստաթղթերի մոտեցումների, մենք ունենք ընտանիքի անդամին վիրավորելու դեպքերի հետ կապված դիմումներ, սրանք էլ են շատ հանդիպում, պացիենտի վարքի մասին բուժաշխատողի դատողությունների կատարման դեպքեր, որոնք գնահատականներ են տալիս պացիենտին, դրանով իսկ վիրավորելով նրան, ցավի մեղման հետ կապված թերացումների հետ կապված մենք ունենք գործեր եւ պացիենտի որոշակի իրավիճակում բուժումից հետո ունեցել է ցավային որոշակի սինդրոմներ եւ այլն եւ համարժեք պատասխան բուժաշխատողի կողմից այդ բուժական գործընթացներ չեն իրականացվել, ուղղորդումներ չեն իրականացվել։ Մենք ունենք բուժաշխատողներ հարաբերություններ նաև էթիկայի կանոններ, այս կանոնների մասով էլ խախտում ունենք, երբ մի բուժաշխատողը բավարար հարգալից չի դրսևորել վարքագիծ իր հանդեպ իր գործընկերները, տարբեր
Շատ լավ։ Երբ որ գործը քննում է հանձնաժողովը եւ գալիս է կան եզրանկման, որ այո տեղի ունեցել խախտում։ Նշեցիք, որ կարգապահական պատասխանատվության միջոցներ են ձեռնարկվում։ Նախ ինչ միջոցների մասին է խոսքը, չգիտեմ, պաշտոնի իջեցում, միգուցե կամ աշխատավարձից պահել, ինչ տարբերակներ կան եւ ովքեր կամ որ կառույցն է հետևում, որ գործնականում իրապես պատասխանատվության ենթարկվի։ Մենք ունենք մի օրենսդրություն, որը գործելու է մինչև 27 թվականը այս մասով, ձեր հարցադրման մասով, եւ այսպես ասենք, այս պահի դրությամբ գործող կարգավորումները միջանկյալ դեր են կատարում կամ ժամանակավոր են։ Եթե մենք հաստատում ենք խախտման դեպքը եւ համապատասխան որոշում է ընդունվում, ապա համաձայն օրենսդրության առաջի անգամ մեկ օրացիոն տարվա մեջ նման խախտման դեպքի հաստատման պարագայում առաջարկում է բուժհաստատությանը կիրառել կարգապահական պատասխանատվության նկատողություն տեսակը, ինչը նախատեսված է աշխատանքային օրենսգրքով։ Երկրորդ անգամ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում խիստ նկատողություն, երրորդ անգամ արդեն լիցենզիայի կասեցում տվյալ անձի մասով բուժական օգնության սպասարկման լիցենզիայի, բայց սա ժամանակավոր է, ինչպես ասեցի, եւ եթե, չգիտեմ, տեղյակ եք, հավանաբար տեղյակ կլինեք, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է բուժաշխատողների անհատական լիցենզավորում։ Ամբողջովին անցում կատարելուց հետո, ըստ էության 27 թվականից նախատեսվում է, որ եթե էթիկայի կանոնը խախտվի, ապա առաջի անգամ արդեն լիցենզիան 1 ամսով է կասեցվելու, երկրորդ անգամ լիցենզիայի եռամսյա կասեցում է նախատեսվում։ Այսինքն մենք այս փուլում ունենք օրենսդրություն, որը առավել մեղմ կարելի է ասել պատասխանատվության ձևեր է առաջարկում, իսկ հաջորդ փուլում արդեն կունենանք ավելի բարդ եւ ավելի խիստ պատասխանատվության միջոցներ, որտեղ աշխատանքից զրկվելու այդ շրջանը աշխատանքային գործունեություն ծավալելու կարծում եմ ամեն դեպքում ավելի խիստ մոտեցում է։